Պարոն Դավթյան, իշխանության ներկայացուցիչը ձեզ հիշեցում էր անում, որ դուք Վրաստանում խնդրել եք, որպեսզի մասնակցեք ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանը, նա էլ դիտարկել է ձեր հայտը, բավարարել է, ինչ կասեք սրա վերաբերյալ, դա ինչ հանդիպում է։ Շատ ցավում եմ, որ մենք փորձում ենք ստախոս իշխանությանը հետ մրցել ճշմարտացիության դաշտում, պետք է արձանագրեմ մի շատ կարևոր հանգամանք, որ իմ ուսանող լինելու հանգամանքով, որ բակալավրում սովորել եմ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, ես մասնակցել եմ բազում կոնֆերանսների, ինչպես ՆԱՏՕ-ի միջազգային գագաթնաժողովին, ՆԱՏՕ-ի ամառային դպրոցին, այնպես էլ հայ-ադրբեջանական ֆորմատով կազմակերպած սեմինարների, որտեղ ներգրաված են եղել ինչպես հայերի խմբեր, այսինքն ոնց է դա կատարվում, դիմում հայտ ես ներկայացնում, դիտարկում են, կանչում են հարցազրույցի, կամ ընտրում են, կամ չեն ընտրում։ Այստեղ պարզապես կար շատ անտեղին եւ մանիպուլատիվ շահարկում, որի պատասխանը բնականաբար հարգելի Տիկին Կարապետյանը կստանա, ես պարզապես մի բան կասեմ, ինչքան իրանք ունեն ասելիք, հավատացած եղեք, 2-3 անգամ ասելիք ես ունեմ ու ունենալու եմ անպայման եւ անգամ իմ հարցազրույցներում շատ անգամ շատ տեղերում շեշտել եմ, որ ես ունեմ, այսինքն դրդումը, որ ես եղել եմ ադրբեջանական որն է եղել, ես բացատրել եմ նաեւ այդ հանգամանքով պայմանավորված եղել, որ հասկացել եմ դաշտում մասնագետների պակաս կա, հասկացել եմ, որ մեզ համար, մեր երկրի համար պետք են այնպիսի մարդիկ, ովքեր օգտակար կլինեն հակառակորդ պետության մասին ավելի լայն տեղեկատվություն ունենալու պարագայով։ Հետևաբար իր շահարկումները հիմնականում իր ունեցած կեղծիքները թաքցնելու մասին է, իր հնարավոր համագործակցության թաքցնելու մասին է։ Ինչ ձևաչափով է պատասխան տալու, այսինքն դուք ելույթ կունենաք կարձագանքեք, կասեք, թե օրինակ իրավական գնահատական։ Մերի ջան, ես սիրում անակնկալներ անել, իսկ Տիկին Կարապետյան անակնկալներ հաստատ սպասվում են։ Ես գիտեի, որ նման խոսույթ լինելու է, սպասելի էր եւ ես անգամ իմ բոլոր իմ շրջապատում, իմ հարցազրույցներում, ելույթներում սրա մասին շատ եմ շեշտել, որ ես ունեմ նման փորձառություն եւ ոչ միակը։ Սպասենք անակնկալներ, այսպես։ Տեսեք, պարոն Դավթյան, օրինակ Ռուբեն Ռուբինյանին մեղադրանքներ են հնչեցվում իր Թուրքիայում ուսանելու վերաբերյալ։ Հիմա դուք էլ որպես մասնագետ, ադրբեջանագետ բազմաթիվ նման հանդիպումներ եք ունեցել, հիմա ինչ տարբերություն, դուք էլ եք մասնակցել, Ռուբեն Ռուբինյանն էլ է մասնակցել։ Թույլ տվեք ձեզ ուղղել, Մերի ջան, նախ մենք չենք մեղադրում Թուրքիայում կրթություն ստանալու մեջ, մենք մեղադրում ենք այդ հետազոտական աշխատանքը հանրությունից թաքցնելու մեջ, ինչը շատ կարևոր է, որ դու պաշտոն զբաղեցնող մարդ ես կամ պատգամավոր ես կամ հանրային ծառայող ես, առհասարակ պետական այր ես։ Դու պարտավոր ես հաշվետու լինել հասարակությանը եւ քո ունեցած յուրաքանչյուր ինքնակենսագրություն կլինի, դա պարզ ներկայացնել։ Այսինքն հարցին չէ հենց կոնկրետ ձեր ասածով չձևակերպեցիք, ոչ թե չեք շփվել, այլ ինչ եք հակում պահում ձեր ուսումնասիրությունը, ինչ է այդպես չանջել։ Տեսեք, չէ, տեսեք, խնդիրը ինչու՞մն է։ Ներկայացուցիչներին հանդիպել, ֆիքսել իրենց, որ տենց կանտովկաները ինչպես են։ Տեսեք, Տանում եք դեպի ինքա, որ հավաքական։ Տեսեք, շատ կարևոր հանգամանք եք ասում, ես կուզեմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր մինչ ազգային ժողով գալի եւ ազգային ժողով լինելու պարագայում մեր համար շատ կարևոր է, որպեսզի պարոն Ռուբեն Ռուբինյանը հանգամանալից եւ դետալային պատմի այդ հետազոտությունը ինչի մասին, ինչը այսօր արեց ինքը։ Մինչ այդ փորձ էր արել դրա մասին պատմել որոշակի դետալներ թաքցնելով եւ մեր հիմնական հարցի նպատակը եղել է նրանում, որ ստիպենք Ռուբեն Ռուբինյանին հանրության հետ անկեղծ լինի։ Ինձ նման հարց հնչել է, այսինքն հիմա դուք տալիս եք, ես անկեղծ պատասխանում եմ, իսկ մինչ այդ էլ չեմ թաքցրել իմ կոնֆերանսի շրջանակներում ադրբեջանցիների հետ հանդիպել, մենակ չէ, Հայաստանից խումբ է գնացել, Ադրբեջանից խումբ է եկել, վրացական խումբ էլ է եղել։ Այսպես մանրամասն։ Դուք Ռուբինյանին մեղադրում եք ընդամենը իր ուսումնասիրությունը թաքցնելու համար, թե դուք նաև Թուրքիայի հետ կապեր, իշխանների հետ կապած այլ եզրահանգումներ ունեք։ Մեր հարցի նպատակը կայանում է նրանում, որ հաշվետվականությունը հանրության հետ առաջինը, հաշվետվականությունը հանրության հետ ավելի պարզ լինի եւ ուղիղ լինի առանց մանրուքները թաքցնելու, եւ երկրորդը մեզ հուզող հարցերը, որոնք մեզ համար անհանգստություն են առաջացնում, մեզ ընտրողների համար անհանգստություն են առաջացնում, բարձրացրին ենք, որի հետևանքով կունենանք պատասխան, կհասկանանք արդյոք ունենք ճիշտ կանխատեսում, թե ոչ։ Իսկ գոհացրեց պատասխանները։ Սպասենք ընթացքին, շնորհակալ եմ։